Կանաչների կուսակցությունը հաղթեր փիսիկ պաշտպանողների կուսակցությունին։ Շատ լավ է, մենք եկացնենք թոշակի, չէ՞։ Amma բայց դրա համար շատ ուժեղ պետք է լիներ։ Դե դա ասում եմ։ Ոսկե էլի։ Դա մեր ուզածը հենց է դա։ Այնքան ուժեղ լինի, որ Շատ ուժեղ։ Կանաչները փիսիկների հետ։ Լավ, ոնց են գրկելու կամերայով։ Ապեք էլ մեր ձևով, մերը դասական հիփ-հոփ չի, մերը մոդայիկը նախընտրողի սրտով չի, ես ինքս ինձ նենց խճճեմ, որ գորամ, հիմա պահի մեջդ մեռնեմ նոր գովա, իսկ որպես հորդորանք մի հատ հետաքրքիր բան շշնջամ ականջիդ, որ եթե չանես այնքան բան կտանջի։ Հանաձորից կարանք Գնացին Վանադոր, հա։ Ինչ կա։ Կարանք մարդա մի քիչ տակ, բայց շատ նման է մեր ապդեյտները։ Նախ լսողների ես իմ գնահատականով կեսին լավ հետաքրքիր էր, մարդիկ կար, որ հիանում էին, որ լուրջ եք ասում, ահոնը բոլորին դեմ եք դրել, բան, մի քանի տոկոս կար, որ adekvat մարդեր ասում են կներեք, բայց ես իմ տարբերակն ունեմ, ասում ենք հարց չկա, ու մի քանի հոգի ու ամեն մեկից տես մի քանի հոգի պատահելա, որ պետք է ԿՊ ընտրել ու գրմռում հարցակում էր։ Նույնիսկ մի հատ մարդ կար, սենց բաներ անում, ասում ենք մենք էլ ենք սենց էլի օպա, եսի սենց անում, մեկի սենց ուժերը հավաքեց, ջեբից մի հատ սարք անեց, սենց հենեց ըստեմ միացրեց ու սենց անեց, Նիկոլ, ասին կներես օպա ժամ, որ կես տանջիկ Ինքը մոնի երկրպագի, հա, դեպիս վարանդով, հա։ Ես հանձնվանք Բայց շատ լավ էր։ Հա, շատ Շատ լավ էր։ Անսպասելի հավես է։ Մենք կնոջը մոտենում տալիս է, ու սկսում է խոսալ։ Այդ կինը խոսում է, մեր սաղ ուղնոտոտը գիտի, ամեն ինչը գիտի, սաղ ամեն ինչը գիտի, միևնույն ժամանակ ասում եմ դե սպասեք ապրիլի 1-ին շատ լավ նորություն է, ասում հա գիտեմ, ինայք եմ միանում։ Ասում ո՞վ գիտես։ Ասում Վարդան Հակոբյանի ինտերվյուն եմ նայել, ընդ իրան ասել է որ նորություն կա ապրիլի 1-ին։ Ու կապել եմ ասում եմ որ Հա վերլուծել է։ Անեք XTP խորացած, էլի, որը սմիլա ոնց է։ Молодец, ահագին նստում կայֆրով։ Ամսի 8-ին հիշում եք, ժամը 12-ին ասուլիսում ենք, հետիկա մենք ես ավաղը պարլամենտում, չէ ասուլիսի մասին չէ, պարլամենտում մեկի մասին ես ասում։ Ամսի 3-ին էլ մեկի մենք մանետորինք էինք արել, լուրջ մի բան ենք պատրաստել, Դատախազություն բողոք ենք բերելու, որտեղ բանը դարձրել են, համեկը դարձրել են Շատ կողմնակ որտեղ ցուցակները մենք սկզբից նայում ենք մոնիտորինգի սա բաներով, ինչքան մարդ համազնակցե, քանի րոպեով, ինչքան են խոսացել, ում են հրավիրել Պետրոսի եթերն է։ Մենակ Պետրոսը չէ, մեկ ամբողջությամբ։ Չէ, մենք մի 3-4 հատ ծրագիր ենք եկալի, որտեղ ամբողջության Հա, դե ինչ-որ բանավեճ ունեն։ Հա, մի 3 հատ է, ես ինչ աղջիկ էր հետո։ Հա, Աննա Այդտեղ մի հատ Դանիելյանի հարց կարամ տամ։ Իսկ վերլուծել եք լրագրողների իրենց վարքը կախված եկող անդիմադիրա թե իշխանավոր։ Օրինակ ես ինքնուրույն վերլուծել եմ, անդիմադիրին հարան դաղալություն անում, այն վատ տեղերում ընդհատում անենց, որ խոսքի հիմա ես օրինակ իմ մեջ որոշեմ կամայական երկուսին այդ կետերում ընդհատեմ, երկուսի ներվերին է ազդելու եմ ու հարան եմ իրաց խոսացած։ Շապելի բան չէ, էլի բան։ Ինքը հա Միանշանակ դենց է, բայց անդիմադիրները այնքան քիչ են ընդե, որովհետև կարող չհաշվեցել այդ։ Причем մենք սկզբից բանավեճը վերցրեցինք։ Պետրոս Հետո որ սկսեցինք նայել, հասկացանք, որ էլի պրոյեկտներ կա, բացեցինք, это ужас, այսինքն նույն մարդը, ասենք 10 մարդ տարբերությամբ գալիս են, հետո նորից նույն ցիկլն է կրկնվում, նույն ցիկլը։ Բայց տենց դրանով չի վերջանում, նրանք ժամը 4-ին են լինում, մի ժամը 5-ին են լինում, մի ժամը այդ նույն մարդիկ են սենց։ Կինոն տեսել ենք Այ բանը Ես բոլորին դեմ եմ։ Ամենաշատը հետաքրքիր ինչն է, որ Պետրոսի մոտ որ կանչում են ընդդիմադիրներից, ուրեմն ամենաշատը դաշնակներին են կանչում, դե որտեղ դաշնակների բանը աուդիտորիան նույնն է, ասենք տոկոսը ոչ ավելանում է, ոչ պակասում է, ինչքան կա այդ, համար ընդդիմադիր եթե բերում են, դաշնակ են բերում, ամենաշատը գառնիկին դանել։ Սիրելի գառնիկին են բերում։ Ժողովուրդը երևի սիրում է, Չէ, բայց մարդիկ եկա որ կանչում են չեն էլում, չէ՞ ռեալ։
Օրինակ Թաթան Միմացը չի գնացել մի Ես անգամ։ մի անգամ չեմ գնացել, բայց այն որ Միսկարյանին շատ վատ պահեցին Գարիկին տենց թույլ չտվեցին խոսաբան, դրանից հետո մենք որոշեցինք, որ բան ենք անելու։ Այդ նաչալի մենք օգոստոսին, որ նոր օգոստոսին սեպտեմբերին ենք։ Մի քանի րոպե խոսած Իշխանվեց, որ կանչեց, սկսեց ընդհատել, սկսեց ու մի անգամ զրպարտեցել։ Ասես դուք 0.1% էիք հավաքել նժարը, ներկայացնում էր ամենից նժար Գարիկին։ Բայց քոյի բանն է։ Քոյի պրոյեկտի տակ է։ Որ այվախ 1% չէին հավաքել, դուք 1%-ը չեք հավաքել, բայց ի սկզբանե արդեն բան անում են, նժարը փչացնում է։ Հետո որոշեցինք, որ տակտա մենք ուրեմն զբաղվում ենք հմեկով, ինձ զանգեցին, ասեցի, որ սենց խնդիր կա, միանգամից զանգ են տալի կգաք։ Ես միջև գնացել եմ, միշտ խելոք գնացել եմ, ծեփել եմ պատերին, փռել եմ, ասֆալտին եկել եմ դու։ Այս անգամ ասի չէ, չեմ գալու, բայց ոչ թե որտեղ վախենում եմ, խուսափում եմ, այլ սա ուրիշ լուծում պիտի ունենա, դուք պիտի ասում ազգուտը խայտարակ կնեք, դուք պիտի պրոստը բան անեք, էլի։ Հասկանաք, որ սենց չի կարելի։ Իրականում այդ բանի մասը այդքան չափելի չի, բայց օրինակ ես Գեղամ Մանուկյանին մի երկու հաղորդում եմ նայել։ Գեղամը դաշնակցությունից, հա։ Ծերից ծեր Պետրոսի կողմից ընդհատումներ ա, հենց որ ասենք ոնց որ էդի որ օրինակ պատական մի հատ վերցրեք ու դա չափելի դաժե կարելի է դարձնել, ես ոնց որ լրագրության խորհրդանոցություններ չունեմ, բայց որպես սովորական աչքի տեսնում եմ, որ ըստեղ ունդեղ վարկը տարբեր է։ Էական ընդ որում, ոչ թե մի թեթև, այլ հստակ մոտիվով հարամելու ի սկզբանե խանգարում է, դե լավ վերջ ասեցիք, մասից բաներ անում առհամարական, ինչ-որ շատ եք խոսալու բան, ինչ հաղորդումը թողենք, էլի ասում արա, դե ասում եմ էլի թողնի, ու ամբողջ հաղորդումը լարված ընդհատումներով բանով, դաժե որ պրոստը սենց խառը լսող մեկը լես, պրացիվնի է լսել է։ Ես իմ ձենից սուտը հանում եմ, մեզ պետք է մարսես, դեսից դենից արտահայտվում եմ, ներսիններից մեկնում եք իս, դեսից տնից բացակայում եմ, մեզի ձեզի մեծ ավետից։ Կանաչների կուսակցությունը հաղթեր փիսիկ պաշտպանողների կուսակցությունի։ Շատ լավ է, մենք եք ասենք դոշակի, չէ։ Բայց դրա համար շատ ուժեղ պետք է լիներ։ Դե դա ասում եմ։ Ոսկի էլի։ Դա մեր ուզածը հենց է դա։ Այնքան ուժեղ լինի, որ Շատ ուժեղ։ կանաչները փիսիկների հետ Որ ռուսագերների ապստամբությունը լինի Հայաստանում։ Այսօր բան են կանում, Էդելո դա են քննարկում, խոսքի ռեալ ինչա պետք անել, ասենք օրինակ անվտանգային ոլորտում, որ կարողանաս, ասենք Թուրքիա, Ադրբեջան թեմա առնես, ուսումս դες քննարկում ենք, էլի ինչ հնարավոր բաներ կա, ասենք քննարկին, իդոգում գալիս ես նրան, որ այն ինչը որ պիտի անես, այն մեծ ահռելի աշխատանք է, որ քեզ ահավոր մեծ կամք է պետք, ահավոր մեծ ներուժ է պետք, մի քիչ ռիսկի գնաս, պիտի ոնց որ sense լավ ուժեղ թմով, լավ ուժեղ գործ անես, Մի տարի չէ։ հա, ու մի տարի չէ։ Երևի հիմիկվանից որ սա սաղ կյանքը, sense նայում ես, Էսրակյան է։ խոսքի խի էլի, ու Ինոմացը բացեմ գործանը։ Չէ, կոնկրետ Նիկոլի տեսանկյունից որն է, խոսքի հիմա եթե իրանք նայել են օրինակի համար որ կա այդ ճանապարհը ու նայում են այն ճանապարհը որ ասում են որ լավ պետքան մենք չենք կանել անենք ձև չկա լավ ասենք լավ մենք թասի երկիր կմնանք, թո թասի երկիր մնանք։ Իսկ ո՞ւմ ոնց որ տոպետ ընտրությունը տենց է։ Ну, что իրանց դեպքում вообще ուրիշ ընտրությունն ա եղել, просто Պլանավորված չի եղել է, այսպես եկել են ուրիշ բան անելու, բայց неважно, любой մարդ, որը կհասկանա, հա, ով կհասկանա ինչա պետք անել, կարող է просто վախենա այդ ծավալից։ Ռեալ մեծ գործ է, ռեալ։ Բայց համար է դա Բայց որ հիմա ինչ Չէ, կոնկրետ Նիկոլի մասին չի խոսքը։ Любой մարդ, любой թիմ, որը եկա, հա, любой թիմ, որը եկա, իր համար դա ահավոր մեծ աշխատանք անելու, մեծ պատասխանատվություն է, մեծ բեռը։ Բայց հավեսը կը Ասա, անելու բան կա, Սարժին կապավոնց։ Բայց դա մեր բանը միտքը որ ոնց որ Հայաստանում այդպես մի հատ ուժ չկա քաղաքական որ այդ թիմը ունի, հետո ցույց է գալի, որտեղ ռեալ չունի։ ամեն ինչ ինտերնետ։ Մի հատ թվի կամքը բավարար չի։ Ճիշտ է։ Հաստատ ձև չկա դա ով անում ոչ մեկ։ Ուզես դու պետք է բան Նարեկին հրավիրես, բաներ կա որ այնպես լավ տիրապետում միանշանակ։ Դրա մասով Սանդոյանը մի հատ հետաքրքիր միտք ունի, Դեպքը ասում է ոնց որ դե երկրի սահմանումը ոնց է, չէ՞, սահմաններով տարածք բան, ասես ինչ որ սահմանում կա, ասում է սահմանումը բանը հիմա տենց խիստ կարևոր չի էլի, որտեվ տնից դուրս չգալով էլ էս բան ու ասում են դրա շուրջ մի հատ ձև գտնենք, դե մենք տեսակով իրար նման ենք, չէ՞, Սփյուռքի հայ հետ, նույնն ենք իրար համարում,
ձև գտնենք փոխհարաբերվելու, ոնց որ ուրիշ տեսակի պետություն սարքենք։ Հա։ Ու ասում էր, հա, տենց էլի։ Ինքը sense ոնց որ այդքան խորը չէր IT-ի մեջ միտքներ տալի, բայց դրա միտքը հենց այդ կառուցելուց բանն է։ IT-ի բանը, ինքը պրեկլադնի մաթեմատիկան է որտեղ։ Բան չասի, իմի ոնց որ նայում եմ, որ մեծ մարդա զուտ բանը, տեսությունն է բաց թողում վրեքս։ Կայքը արամի պես չի սարքում, էլի, որովհետեւ ռեգիստրն եմ գրի սպյուրքայս թե չէ, պծիշկես դնեմ։ Բայց նոմանել էր զարմանալի, որ այդ տարիքի մարդը կարողանում է տենց մեծ մասշտաբի մտածի, դա շատ հա թողած չնեղանա ոչ մեկ, բայց դա սա այդ պրակտիկ բաներն են, էլի, այդ ինժեներները, ֆիզիկները, իրանք են տենց մեծ մտածում։ Հիմա պատկերացրեք, այդ ինչ որ ձևով իրականացել է, նայեք մենք ինչ թույն լծակենք ստանում։ Մենք կարող ենք ունենանք զինվորական, ում համար Հայաստանի բանակը փոճուր է։ Ոնց որ ասենք 10,000 հոգանոց ֆիրմում աշխատել է, հիմա գալիս է 300 հոգանոց ֆիրմա, այդ իր համար տուֆտա բան է։ Ասենք Ռուսաստանում կա գրուպա արմի գաղափար։ Մեր մոտ էսպայի սասակ մի հատ արմիա է, այն վաղ Յանի երկուս է։ Պատկերացրեք, չէ՞, մերը որ ասում ենք բանակ, ընդ բանակ սահմանում կա, ոնց որ բրիգադ, դասակ վաշտ, բանակներ կա։ Այս արմիան, այս արմիայի հետ հարձակվավ եսիմ ինչի վրա։ Հիմա եթե ինքը գրուպա արմիայի հրամանատար է եղել, ընդ որում այդ լեվելի մարդ համ Ռուսաստանում ունենք, համ Ամերիկայում։ Իր համար հայոց բանակը ինչ որ հեշտ թասկ է։ Հետո գալիս է նույնի տնտեսագետը, որ ինչ որ մտ գազան ֆիրմի մեջ է եղել։ Գալիս է, ասենք, ես իմեն Նուբար Աֆեյանը, որ դեղագործական թեմաներով մխում է, իրաց համար էս ինչ որ հավես բզբզալու տենց ՀԿ-7 դիվիժնի անելու տեղ է, էլի։ Դե, ՀԿ-ներին բան չասես։ Դե բան է իմ համար։ Քեստրոքանով է։ Գիտեք, չէ, ՀԿ-ի պատմությունը, մենք որ Ադրբեջանը սարքում ենք, ես գիտի ՀԿ վատ մարդիկ։ Տես կարսատիպեր ուշչուր, էլի, մինչև այդ մենակ IT-ի անելը, ոչ մի ՀԿ-իական բաներ, որոս մի իրոք տղիկ, բայց հաստատ ՀԿ բաց է։ Սենց մի 6 հոգով լուրջ դեմքով ասում էին, հա, ոնց որ Սպարտակի պես, բան վստահում էին իրենց, բայց օրը որ ասում էին, իսի չեն խոսում, էլի, հա։ Երկու տարի հետո ջոգի որ թույն բան։ Հա։ Ուշ ջոգեցի, բայց հա, այստեղ ամեն ինչ կարողացել են մտնել, էլի, ՀԿ-ներ են կարողացել մտնել։ Առաջիկա անելիքներից S6-ը քեզ, S6-ը մեզ։